Ողջույն բարեկամներ, ես խոստացել էի, որ դեկտեմբերի 31-ին հաղորդում չեմ անի, չի անի, եթե առանձնահատուկ կարևոր բան չլինի ասելու։ Բայց տարին ուզում եմ ամփոփել լավ նորությունով։ Սամվել Կարապետյանը բանտից տեղափոխվեց տուն եւ նոր տարին կանցկացնի ընտանիքում։ Շնորհավորում եմ Կարապետյաններին, ընտանիքին։ Գրավի դիմաց աստորեն տեղափոխվել է տնային կալանք կարգավիճակում, միջև գործը կբողոքարկվի ամբողջական։ Ինչն է այստեղ լավը նույնիսկ Սամվել Կարապետյանին չսիրողների համար, որովհետև հիմա կմտածեն ես Սամվել Կարապետյանի ջատագովներից եմ, դրա համար եմ սա առանձնապես լավ նորություն որպես ներկայացնում։ Չէ, նախ ընտանիքի հայր, այ մարդ թող տանը անցկացնի իր նոր տարին ընտանիքի հետ, եւ ես վստահ եմ, որ ինքը կալանավորված էր քաղաքական եւ քաղաքական նպատակներով եւ օրենքի խախտումներով, բացի դրանից այս ամբողջ ընթացքում Սամվել Կարապետյանի պատճառով, ցենց ասենք, երկու անգամ միջազգային ասպարեզում խոսվեց կարևոր մեդիաներով եկեղեցու վրա հարձակումների մասին։ Մեկը Թաքեր Քարսոնի մոտ, որի հյուրն էր Նալեկ Կարապետյանը, մյուսը երեք էր բրիտանական մեծ հեռուստատեսությամբ, ես այս բանին կարող սխալ ասեմ, չեմ հիշում, բայց էլի շատ կարևոր հաղորդում էր, որտեղ էլի խոսվեց Սամվել Կարապետյանի մասին, որպես քաղբանտարկյալ փաստորեն եւ զուգահեռ էլի եկեղեցու վրա հարձակումի մասին։ Հիմա ուզում հասկանամ, մի հատ հետ գնանք էլի նայենք էլի, այս Սամվել Կարապետյանին կալանավորելով Փաշինյան Նիկոլը ինչ շահեց։ Ընդամենը երկու կարևոր մեդիաներով, մի հատ բրիտանական, մեկ ամերիկյան, Փաշինյան Նիկոլը ներկայացրեց որպես բռնակալ մարդ, որը հարձակվում է սեփական հազարամյա եկեղեցու վրա, 1700-ամյա։ Իսկ երեք բրիտանական հեռուստաընկերությունում Սամվել Կարապետյանի փաստաբանը նշեց, որ դա 2000 տարվա եկեղեցի է, որի մեջ ճշմարտություն կա։ Եվ այսպես ինչ շահեց Փաշինյան Նիկոլը եւ ինչի է հիմա ազատում, դա ամենակարևոր հարցն է։ Մենք պատկերացումը ամբողջական չէ լինի, եթե չիմանայինք նաեւ այս նորության մասին, որ քնիչը պատրաստում է Վարդան Ղուկասյանին առնչվող գործը կարճելու միջնորդություն ներկայացնել։ Սա գրում է հայտնում է Զարուհի Փոստանջյանը։ Աստորեն ոչ մի հոդված, ոչ մի մեղադրական այս երկու գործերով չեն կարողանում ներկայացնել հիմնավորված։ Ինչու են հիմա սա անում։ Ես կապում եմ J.D. Vance-ի այցի հետ։ Դրանից ընդառաջ ուզում եմ մի քիչ մեղմացնի իրավիճակը, որովհետև այսքան բացահայտ խախտում, մեկը քաղաքապետ, մյուսը բիզնեսմեն, բիզնեսի խլել, կարծում եմ շատ ծանր կլիներ իր համար, մանավանդ որ սրա մասին Սամվել Կարապետյանի մասին խոսում են այն մեդիաները, որոնց խոսքը անհետևանք չի մնում։ Եվ այսպես, ուզում եմ դիտարկել այս տեսակետից միջազգային ճնշում, բռնակալի արդեն իմիջի ձևավորում, որից Փաշինյան Նիկոլը ուզում է այս ձևերով խուսափել։ Այս ձևերով, թե կստացվի խուսափելը, թե չի ստացվի, դա ցույց կտա ժամանակը։ Բայց ես 6 ամսվա կտրվածքով որ նայում եմ, ուզում հասկանալ ինչ տվեց։ Երևի բացի հեծի խլումը, հեծի խլելը բառացի, որը էլի ես վստահ չեմ, որ ինքը չի վերադառնալու տիրոջը, որովհետև արբիտրաժի, միջազգային արբիտրաժի որոշում կա այդ մասով։ Սրանք դա է չեն մարսելու։ Իսկ եթե դա է իրականացա, նշանակում է Փաշինյան Նիկոլի այս ամբողջ զամբաղ խոսալը, այս արշավը եւ քաղաքապետարանի վրա Գյումրու, եւ Հեսի վրա, եւ Սամվել Կարապետյանի վրա շուռ եկավ հենց իր դեմ։ Իսկ ինչա լինելու արդյունքում ես ամեն ինչով, եթե ինքը տապալվեց, դե ինքը դա ինքներդ արդեն մտածեք, ինչ իմիջ եւ ինչ ինքնավստահություն կարող ունենա մեկը, որի ամենակարևոր թիրախները ինքը չկարողացավ խոսել միջև վերջ։ Ինչի կարևոր թիրախները, որովհետև Սամվել Կարապետյանը ցանկության դեպքում ինչ ասեմ, շատ լուրջ մրցակից է Փաշինյան Նիկոլի դեմ։ Ինչ եմ ասում ցանկության դեպքում, եթե Սամվել Կարապետյանը ցանկանա մասնակցել քաղաքական պայքարին։ Հիմա մեկը կմտածի դա Ռուսաստանի օղարկած մարդը, մեկը կմտածի X նույնն դա չի էականը։ Կարևորը որ Նիկոլ Փաշինյանը չի։
իր համար մեկը ով է դիմացինը կարևորը որ ինքը չի կարևորը որ դիմացը մարդ կա որ իրանից ռեյտինգով եւ հնարավորություններով ավելի բարձր է իսկ նման մարդ Սամվել Կարապետյանը հաստատ կարող է լինել եւ այստեղ կարող է գրանցվել նույն պարտությունը Փաշինյան Նիկոլի կողմից ինչն է կրեց Գյումրիում համեմատվելով Վարդան Ղուկասյանի հետ նա իր ամենադաժան երազում չէ կարող է տեսնել որ ԿՊ-ն կարող է պարտվի Վարդան Ղուկասյանի ինչ էլ առիթ դարձավ իմիջիայլոց իր ձերբակալմանը սա տարեվերջյան կարևոր բեկում եմ համարում ու 26 թիվը ուզում եմ այս ճեղքվածքով սկսվի, որ հասկանան այդ բուրգի ներգրվողները, որ բուրգ չի դա մի հատ ինչ-որ բազմաթիվ ճաքեր ունեցող եւ այդ ճաքերը խորացող ինչ-որ մի ամորֆ մարմին է, չնայած ամորֆ մարմինը ասում են ճաքեր չի ունենում, բայց ձև չունեցող մարմին է, դա բուրգ չի հաստատ։ Գլխին ուղղակի կանգնած է մի հատ ինչ-որ մեկը, որը իրան դրել է Աստծո տեղ եւ իրան թվում ամեն ինչ ինքը ղեկավարում է, բայց փաստացի ոչ։ Փաստացի ոչ, որովհետեւ վստահ եղեք, Սամվել Կարապետյանի դուրս գալը հաստատ Փաշինյան Նիկոլի սրտով չի։ Բացարձակապես։ Այդ չեմ ասում Վարդան Ղուկասյանին ազատ արձակելը, որտեղ ինքը կորցնում է Գյումրին ընդունություններից առաջ եւ դրսում է լինում Սամվել Կարապետյանը, որը քաղաքական հայտ ներկայացնելու պարագայում ավելի լուրջ տեխնացիա կամ Փաշինյան Նիկոլը իր ամբողջ թիմով ընդդեմ։ Այս տեսանն եմ ուզում նայեք առանց սա Նիկոլ Փաշինյանին աջակցող քահանան է։ Մի կողմից արարողություն անում, մյուս կողմից հեռախոսն ականջի։ Սենց էլ պետք է լինի։ Սենց էլ պետք է լինի։ Ոնց նայում ենք, իր շուրջը հավաքված են հենց իրեն նմանները։ Իսկ այս ինֆորմացիան շատ հետաքրքիր է։ ԱԱԾ-ն հրաժարվում է ասել կաթողիկոսին ուղղված վարչապետի պնդումների վերաբերյալ փաստեր ունի թե ոչ։ Այսինքն կաթողիկոսը գործակալ է թե ոչ։ Մեր ԱԱԾ-ն ոնց որ բան լինի։ Չկայացած մարմին։ Երեք Արտուր Բանեցյանը շատ բարձ ասեց, չէ, որպես նախկին ԱԱԾ-պետ ասեց տղեր։ Դուք այս հիմար որոշումներով դուք քանդում եք ամբողջ համակարգը։ Ամբողջ համակարգը ԱԱԾ-ն չի կարող աշխատել, եթե նրա նկատմամբ վստահություն չկա, եթե ասենք մեկը համագործակցում է ԱԱԾ-ի հետ, ասենք։ Եվ վստահ չի, որ իրանում չի հրապարակվի, դա քանդում է այդ համակարգը։ Եվ առանց ԱԱԾ-ի ոչ մի պետություն, առանց սեփական անվտանգության համակարգի ոչ մի պետություն չի կարող արդյունավետ աշխատել։ Պաշտպանողականության, իր պաշտպանության համակարգը, ներքին ինֆորմացիայի շրջանառությունը կարողանա վերահսկել։ Բացարձակապես։ Եվ այս չեմ ասում դա լավ է, դա վատ է, բայց միշտ էլ եղել են քաղաքացիներ, որոնք համագործակցել են տեղական անվտանգության ծառայության մարմինների հետ։ Եվ այս փաստերը նման դրսևորումները մարդկանց հետ է պահելու բնականաբար։ Եվ այդ կոչումից հետո այսօր ԱԱԾ-ն հրաժարվում է ասել կաթողիկոսի վերաբերյալ ինքի ինֆորմացիաներ ունի թե չունի։ Այսինքն, տեսեք ինչի մասին է խոսքը։ Այսինքն ինչ կարգի ինֆորմացիա ունի, ինքը ձեր հետ համագործակցում է թե չէ։ Թե ինքը ասենք ռուսական KGB-ի ագենտ է թե չէ։ Եթե ռուսական KGB-ի ագենտ է, ռուսական, դուք չեք կարող այդ հրաժարվել նման։ Դուք այտենց ինֆորմացիայի պարագայում պետք է կալանավորած լինեիք կաթողիկոսին։ Պարզ է։ Իսկ հրաժարվում ասել ինչ է։ Հրաժարվում ասել, որ նման բան չկա։ Այլ դա է հրաժարվում ասել։ Ինքը չի ասում, որ Նիկոլը սուտ է խոսում, որովհետև եթե Նիկոլը ճիշտ է ասում, դա չի կարա հրաժարվի այդ մասին փաստեր ներկայացնելուց։ Պարզ է։ Սա էլ Նիկոլի հերթական պարտությունն է մեզ դիտարկում։ Իսկ Արտուր Բանեցյանի դիտողությունը շատ տեղին էր եւ ես վստահ եմ, որ այս մերժման մեջ դրա բանը կա, ազդեցությունը կա, որովհետեւ ես չեմ բացառում, որ իրանք կարող են մի հատ էլ այդպես թուղթ տպել, տալ ասենք մամուլին, որ ասել 82-85 թվականներին էլ Գարեգինն է գրանցված եղել որպես գործակալ։ Ինչ են գնում իրանցից նման բան անելը։ Երբ որ ասենք Ստյոպիկ Սաֆարյանի վրով այդ բանը թուղթը կա գրած տպած, հա, ու ցանկացած մեկի անունը կարելի է գրել, տպել այտենց հանձնել։ Ինչպես իրենք արեցին։ Բայց այս մերժումով երկու բան ասում,
որ նման պրակտիկա չեն անի երևի, հասկացան, որ մեծ իմանություն են անի, երկրորդը, որ Փաշինյան Նիկոլը սուտ է խոսում, որովհետև եթե իրոք Գարեգին կաթողիկոսը ռուսական կգ-ի գործակալը, ԱԱՑ-ը բացահայտած պարագայում ինքը պետք է ձերբակալեր, ոչ թե մերժել ինֆորմացիա տալու։ Այսպիսի մի շշմեցուցիչ նորություն է այսօր դուրս եկել, որի մասին ես չեմ կարող չխոսել, որ հրաշք առաջընթաց է գրանցվել հայ-թուրքական համագործակցության մեջ, պատկերացնու նոր քայլ, մեծ քայլ, նրանց քայլ, իմ քայլ, Թուրքիա-Հայաստանից հարաբերությունների մեջ, ուրեմն դիվանագետները կարող են անվճար վիզա ստանալ, ու պատկերացնում եք ինչ մեծ քայլ է սա, պատկերացնում եք ինչ մեծ քայլ է, դիվանագետները կարող են անվճար վիզա ստանալ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները։ Իսկ ավելի հետաքրքիր բաներ է կատարվում։ Ռուսաստանն արդեն պահանջում է թրի ծրագրում հաշվի առնել իր շահերը։ Վալա։ Ես միշտ ասել եմ, առանց իր թույլտվության Նիկոլ Փաշինյանը չէր կարող բռնել նույնիսկ Վաշինգտոն, հետո գալ նորից զեկուցել, հետո նորից թռվել Փարիզ, հետո Բրյուսել, հետո Բերլին, հետո էլի գալ զեկուցել Մոսկվայում, հա։ Հիմա պահանջում է հաշվի առնել իր շահերը։ Բնականաբար։ Իսկ այն մարդիկ, որոնք մտածում են Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի կապ չունի, եւ այս ծրագիրը ջհուդամասոնական է միայն եւ Ռուսաստանի կապ չունի, դա ուղղակի արդեն ծիծաղել է։ Ռուսաստանն ինքն է ասում, պետք է հաշվի առնեք իր շահերը։ Իրանն էլ իր հերթին է ասում, պետք է հաշվի առնեք իր շահերը, որը նշանակում է ծրագիրը չի կարող լինել, ուղղակի չի կարող լինել այն ձևով, որ Փաշինյան Նիկոլը խոսք է տվել Ադրբեջանին եւ Թուրքիային։ Երկու պատճառով, որ այնտեղ հանգամանքներ կան, որ Ռուսաստանի պետք չի, եւ ամենակարևորը, ոչ մի ֆորմատով պետք չի հենց Իրանին։ Եվ այդ մասին այսօր Պուտինն ու Փեշեքշյանը հեռախոսազրույց են ունեցել, նաեւ ատոմային ծրագրի մասին են հեռախոսազրույց ունեցել, որովհետեւ Թրամփը սպառնում է կրկին ռմբակոծել Թեհրանին։ Եվ Թեհրանը խոստացել է, որ այս անգամ քարաքարին չի մնալու, ավելաբա հեռու մնացեք, հեռու խաղացեք իրար։ Նույնիսկ այս տնտեսական ճգնաժամը հիմա որ կա Թեհրանում, դա չի ազդում Թեհրանի արտաքին քաղաքականության եւ հակահարված տալու պատրաստակամության վրա։ Այնտեղ ահավոր ինֆլյացիա է Թեհրանում, կան մասսայական ցույցեր կան, բողոքի ակցիաներ կան, ընդ որում Փեշեքշյանը շատ հանգիստ կոչ է անում կառավարությանը հանդիպել, զրուցել հանգիստ ժողովրդի հետ, առանց ուժի գործադրման, բայց չմոռանանք, դա Իրանն է, դա իրանց ներքին հարցերն է, բայց մեկ կրակոցի պարագայում հրթիռներն իրանց գործն անելու են, անկախ նրանից այնտեղ միտինգ կա թե չկա, իսկ իրանցիները ցույց տվեցին ընդամենը 3-4 ամիս, արդեն 6 ամիս անցավ, 6 ամիս առաջ ցույց տվեցին, թե ինչպես են իրենք միավորվում պետականության շուրջ, թեկուզ իրենց մոլաների շուրջ եւ երկրին վտանգ ասպառում։ Այնպես որ ոչ մի շանս չունեն։ Բնականաբար Ռուսաստանն էլ այդ հարցը քննարկում է Իրանի հետ եւ Զանգեզուրի միջանցքով եւ հնարավոր հարձակումների մասով։ Մի բան որ հաստատ Ռուսաստանին նաեւ պետք չի, որովհետեւ Իրանը տարածաշրջանում այն երկիրն է, որի հետ ավելի հանգիստ շփումների մեջ է Ռուսաստանը, քան Թուրքիայի հետ։ Որովհետև Թուրքիայից ստանալ հարված այդ ամենօրվա պրակտիկա է իր մոտ։ Ես չեմ ասում որ Թուրքիայի հետ հարաբերություններ չունի, բայց Իրանի պաշտպանողականությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին դիմադրելը շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Եվ նրանք զորացում են վստահ եղեք Զանգեզուրի միջանցքը այստեղ առանցքային է։ Այս բոլոր հայտարարությունները նոր տարվա դեմ, մեկ օր նոր տարուց առաջ։ Բացում մենք նոր տարի ենք պատրաստում տոնել աշխարհի տերերը, աշխարհի չասեմ տերերը, կարևոր մարդիկ զբաղված են ակտիվ քաղաքականությամբ, չնայած դրսում արդեն դեկտեմբերի 31-ն։ Եվ վերջում սա եմ ուզում դες ներկայացնել Բաբաջանյանն է գնում, որ իրանք մասնակցելու են, միավորվելու են, մասնակցելու են ընտրություններին, գիտեք ինչի։ Ոչ թե իշխանություն վերցնելու համար, այլ լավ ընդդիմություն դառնալու համար։
Իրանք խոստովանում են տղմանները, որ Հայաստանում անդիմությունը նշանակովի է։ Մարդիկ պաշտպանվում են, բանը պայքարում են, մտնում են ընտրարշավ անդիմություն լինելու համար։ Տեսնում տեսել եք քաղաքական պայքարում, քաղաքական պրակտիկայում, ցած հիմարություն ես չէի տեսել։ Բոլոր քաղաքական ուժերը մտնում են ընտրությունների մեջ, ընտրապայքարի մեջ իշխանություն վերցնելու համար։ Իշխանություն վերցնելով, ոչ թե անդիմություն դառնալու համար։ Իսկ անգրագետ, բազմասեր, բազմաչարչար Բաբաջանյան Արմանը պարտ գրում է, որ իրենք մտնում են անդիմություն դառնալու համար։ Հիշում եք, իհարկե բան կա, Լևոնական, դա աննազգանը մոռացա, որը համատեղության կարգով գինեկոլոգը, համատեղության կարգով երեխաների վաճառքով զբաղվել ռազմիկի հետ, համատեղության կարգով Աննա Հակոբյանի հիմնադրամի խորհրդի անդամը, տնօրենների, որ ասում էր, ես խորհուրդ եմ տալիս Փաշինյան Նիկոլին Արամ Սարգսյանի հետ հանդիպել, նշանակել նրան ընդդիմադիր, որպեսզի Արամ Սարգսյանը քննադատի Փաշինյան Նիկոլին, տնտեսության վերաբերյալ։ Եվ այսպես սրանք իրենց արդեն նշանակել են ընդդիմություն եւ մտնում են քաղաքական պայքարի մեջ ընդդիմություն դառնալու համար։ Ես հիշեցնեմ Արամ Սարգսյանի քաղաքական ֆիասկոն, ռեյտինգը եւ իրական ձեռքբերումը վարշապատի ընտրություններում 1%-ը թեթև լինի ձեր վրա։ Դա թող ծանր լինի ձեր վրա, էական չի։ Թող ձեր վրա լինի հավերժ այդ 1%-ը։ Բաբաջանյան Արման։ Դժվար թե ձեզ հավատացող կամ ձեր որակի մարդ լինի 1%-ից ավել։ 1%-ն էլ շատ։ Այնպես որ խնդրեմ, սա է նոր տարուց առաջ մարդիկի մի բանից հայտարարում են իրենց նպատակների մասին։ Մտնենք, ձայն փախցնենք, դառնանք Փաշինյան Նիկոլին իբր ընդդիմադիր։ Այսօրվա համար շատ չեմ ծանրաբեռնի ձեզ, չմոռանանք, որ մենք հանդիպում ենք ովքեր պատրաստ են on-line դիմամոդել նոր տարին Երևանի ժամանակով, մենք հանդիպում ենք 12-ից 10 պակաս ուղիղ եթերում։ Եվ ովքեր չեն միանա, հարմար չի լինի։ Ես ուղղակի իմ կողմից կառաջարկեի հիշել 3 կարևոր հանգամանք։ 3։ Հունվարի 1-ը դա նաև ոչ թե նոր տարի է միայն, այլ Նժդեհի եւ Արշալի Շիրակյանի ծննդյան օրն է։ Հունվարի 1-ը։ Անպայման հիշատակում։ Իսկ իմ համոզմամբ որ օրը մենք ազգովի շնորհավորեցին Նժդեհի ծնունդը առաջինը, որպես հունվարի 1 ծնունդ, հետո նոր տարին։ Այն ժամանակ մենք դառնում ենք գիտակցական անպարտելի ազգ։ Երկրորդը, որ ձեզ պետք է խնդրեմ, հիշատակել հազարավոր այն երեխեքին, այն մարդկանց, այն հայորդիներին, որոնք իրենց կյանքը տվեցին, որ մենք Հայաստան ունենանք գոնես վիճակ։ Չնայած իրենք ավելի լավ Հայաստանի համար գնացին, պայքարելու եւ զոհվեցին։ Եվ երրորդը, ցանկացեք, որ մյուս տարի նոր տարում մենք ունենանք ազատ անկախ Հայաստան, որովհետև 26 թիվը կարա նաև վերջին թիվը Հայաստանի Հանրապետության, եթե Փաշինյան Նիկոլը հաջողացրեց, մոլորեցրեց, խաբեց, ինչ որ է, եւ դարձավ եւ զարթեց վարչապետի աթոռը։ Դա լինում է 26 թիվ, որը լինում է վերջին թիվը Հայաստանի պետականության համար։ Սա մասին ուղղակի հիշել է պետք։ Եվ այսպես շնորհավորում եմ բոլորին նոր տարին, ում չեմ հանդիպի ուղիղ եթերում, ցանկություններս եթե կատարեք շնորհակալ կլինեմ, Նժդեհի ծնունդը շնորհավորելով, Արշավի Շիրակյանի Վրիժարու, չմոռանաք, Վրիժարու, մեկը Ռահվիրա փիլիսոփա, մյուսը Վրիժարու, հասկանեք, մեր մեջ պետք է լինի դա։ Այդ դեպքում մենակ մեզ հաշվի կառնեն։ Մյուս մասով շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, այն երիտասարդներին, Ռոբերտին Աբաջյան, իր նմաններին, որոնց շնորհիվ կա այս պետականությունը, թեկուզ է զերծ, ու չմոռանանք, որ մենք պարտք ենք այդտեղ։ Եվ այսպես, այսօրվա համար այսքանը, լավ մնացեք, դե ում հետ կհանդիպենք 12-ին, կհանդիպենք ում հետ չէ, շնորհավոր նոր տարի։